Մենք 25 թվականն ենք մարտ ամիսն է։ Դուք 24 թվականի ձեր եզրահանգումը, ձեր վերլուծությունները, ձեր տեսած առևտուրը, ձեր տեսած արտադրական հզորությունները, ձեր տված լիզինգը, ձեր պետության կառավարության աջակցությունը, որ սարքավորներ ներկրեն պետության կողմից աջակցվել է։ Ինչ պոտենցիալ ենք տեսնում 25-ի այսօր մենք մարտն ենք, հունիսին ինչ աճ կունենանք, որ ոլորտներում ավելի մրցունակ կլինենք, եւ սեպտեմբերին որ ոլորտներում, 26 թվականի հունվարից որ ոլորտներում, սա պետք է ամեն օրվա աշխատանք լինի։ Այս վերջերս ես մի բան եմ նկատել, տեսել եմ դրսում, հետո սկսել եմ վերլուծել։ Գալիս է օդանավականում տեսա Greek Jewelry, բայց ես արդեն այնտեղ խոսել էի մարդկանց հետ, ասել էին մեր Հունաստանի լավագույն ոսկերիչները հայեր են, բայց բռնելա գրելա Greek Jewelry, Greek Jewelry չկար բանում Աթենքում, հարյուրավոր խանութներով տարբեր մարդիկ կատարում էին, բայց որպեսզի տուրիզմի ու մարդկանց գիտակցության մեջ այդ տպավորություն լինի, Greek Jewelry էր գրած։ Հիմա ուզում ասեմ, մենք հայերս ամբողջ աշխարհում ամենալավ ոսկերիչներն են։ Արմենիան ոսկերչությունն ուրա, որ չունենք։ Նկատի ունեմ, մարդիկ արդեն մտածում են ոնց անեն ամեն մի փոքր բանից իրանց երկրին, իրանց ոլորտներին աջակցություն բերեն։ Հիմա ես ասում եմ, պարոն Պապոյան ջան, խնդրում եմ ինձ ասեք 26 թվականից որ ոլորտներում, ինչ նոր ոլորտներ կլինեն, ինչ նոր արտադրատեսակներ կլինեն, ինչ նոր սարքավորումներ կլինեն, որ մենք տեսնենք այն որ ասեցի երրորդ տեղում ենք համախառն ներքին արդյունքով Ռուսաստանից, Ղազախստանից հետո, կարող է գանք հավասարվենք Ղազախստանին, ունենք այդ պոտենցիալը, որն է, որոնք են դրանք, սրա մասին է պետք խոսել, խնդրում եմ, այն որ երբ որ Սփյուռքն ասեցի, Սփյուռքի երրորդ տեղում էր, բայց դա քաղաքական բանով ասեցի, որ հասկանանք, որ մեր Սփյուռքն էլ այդքան ասում ենք Սփյուռք, իրանք էլ պետք է մի բան անեն, շնորհակալ։ Ես ներողություն եմ խնդրում, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Պապյան ամփոփեք մեր երկու գործընկերներն էլ պետքա ելույթով հանդես գան, որից հետո դուք էլի հարց ունեք։ Եվ այդ էկոնոմիկայի մասը մյուս հարցի շրջանակում խնդրում ենք պարոն Պապյան հետ։ Այո, հիմա մենք ինչ ենք անելու, ուր ենք գնում, չէ՞։ Եթե չես քննարկում, մեզ պետք չի։ Ուրիշ բան նկատի ունեմ, պարոն։ Ներողություն, մի վարքյան, պարոն Հակոբյան ջան, մի վարքյան։ Միացրեք խոսք։ Մենք պետք է հասկանանք մեր այս ԵԱՏՄ-ի եղած ժամանակահատվածը մեզ ինչ տվեց, որակի լավացում տվեց, կոոպերացիաներ ստեղծվեց, նոր ինչ-որ հումքեր նյութեր բերեցինք, նոր սարքավորներ եկավ, նոր արտադրանք տվեցինք։ Ինչ ենք անելու, մենք ուր ենք գնում, ինչ նպատակներ ունենք, հայկական հումքը օգտագործում ենք, չենք օգտագործում։ Հայաստան ներմուծվող ապրանքների փոխարինող եպեք մտածելու, որ եթե 10 ապրանք է, պայմանական եմ ասում, դրանցից գոնե 8-ը փոխարինենք հայկականով, կամ 5-ը, կամ 3-ը։ Կա այդ հիմա հակառակ դեպքում ինչ որ քննարկենք, այդ նշանակում է եկել ենք ուղղակի քննարկենք ինչ որ, չգիտեմ էլ ինչ։ Շնորհակալություն, ասեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիմա հերթով անդրադառնամ Բոնս Պեսյան, ամենալավ պատասխանը ձեր հարցերի ենթադրում եմ կարող է տալ այսօր նաև կօգտվեմ առիթից եւ կներկայացնեմ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Ինչու՞, որովհետեւ այդ աջակցության ծրագրերը հենց այդ հարցերին պատասխանելու մասին են։ Եթե իրենք չեն պատասխանի այդ հարցերին, բնականաբար ուրեմն մենք ինչ որ լավարկումներ պետք է անեն։ Եթե պատասխանեն, հերթականությամբ գնանք։ Առաջինը սկսեմ տնտեսության արդիականացման միջոցառումից, դրա մասին ես նշեցի։ Ինչու ենք այդ ծրագիրը անում։ Այդ ծրագրի նպատակը հետևյալն է՝ մեր հին խորհրդային կամ 90-ականներին երկրորդային շուկաների ձեռք բերված մեքենասարքավորումները փոխարինել ժամանակակից եվրոպական, ամերիկյան, ճապոնական եւ այլ մեքենասարքավորումներ, մրցունակ սարքավորումներ, որոնք նույն ապրանքի արտադրության համար ծախսում են շատ ավելի քիչ հումք, շատ ավելի քիչ կորուստ են ունենում, շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, ձայն ավելի քիչ, երևի թե միակ բանը, որը կարա նաև բացական մյուս էֆեկտներ ունենա, այո, աշխատուժել են ավելի քիչ օգտագործում, բայց դա դրանից չեն կարող խուսափել, դա է։ Հաջորդ ծրագիրը։ Տեսեք, մենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց, մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին Հայաստանում կատարել ներդրումներ։
մեծ ոլորտ կամ իհարկե որոշակի բացառություններ, բայց հիմնականում մենք ինչ ենք ասում ներդրող են, օրինակ 1 միլիարդ դրամի ներդրում անող փոքր 1 միլիարդ փոքր ներդրում է մեծ հաշվով, հա։ Մենք իրան ասում ենք քեզ անհրաժեշտ է կապիտալ ծախսերից ուրեմն 20% չափով, քո ներդրումների 20% չափով մենք քեզ քո համար կապիտալ ծախսեր ենք անում, օրինակ բաներ ենթակառուցվածքների համար, ասենք էլեկտրաէներգիայի, գազ եւ այլն։ Սա 40-50 գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, նույնը վերցնենք Աբովյանի Սիրուսը 120,000 քառակուսի մետր կանգնած է, տանիքների վրա արդեն ծառա աճում, մալուխների 5 տիպի մալուխ կա, որտեղ ժամանակին ինքը համարվել է որպես փոստային հասցեով գործարան, ինչ-որ ձևով ռազմական բան ունեցել, ուղղվածություն ունեցել։ Այդ շենք շինությունները քանդու քարապեղած փոխանակ ասեք հետա ենթակառուցվածքները, ասում եք մենք ստեղծենք։ Այդ ստեղծած ենթակառուցվածքը չի աշխատում։ Ինչ ենթակառուցված։ Դուք պետք է դրա համար այդ կլաստերները նրա համար է, որ ասես պարոն, դու ոչ թե այնտեղ արա այս գործը, արի ստեղ քեզ 3 անգամ քեզանից էժան կնստի։ Այն ինչ որ դու այսօր ես որոշել։ Դրա համար խնդրում եմ այդ ամենավատ ծրագիրն ա եղել մեր պատմության մեջ, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն ա բերել, ես էլ ասեմ սխալ ա։ Եկեք գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ որ ենթակառուցվածքները կա, էլ դրա կարիքը չկա դու գումար ծախսես։ Հիմա այդ գումարը ծախսում ենք, որ ինչ անենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքասյան, ամեն ինչ լավ է։ Կներեք պետգույքի պատասխանատվությունը։ Պետգույքի հարց չի, դա անձնական ունեցվածք է եւ այդ մարդիկ այնպիսի գներով էր առաջարկում, երբ որ գործարար գալիս ասում է ես ուզում եմ նույն օրինակ ձեր նշած գործարանը, այնպիսի գնով են առաջարկում, որ մարդը ասում է ես ավելի լավ է կողքը օգտվեմ կառավարության առաջարկած ենթակառուցվածքների ներդրումների դիմաց ծրագրից, գործարան կառուցեմ, կառավարությունն էլ իմ համար ենթակառուցվածք ապահովի, դա շատ ավելի էժան է նստելու, քան այդ գործարանը, որովհետև ցավոք սրտի հիմա լավ ավատ է, այդ է։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ շատ էժան գներով կարող է սեփականաշնորհել ինչ-որ բաներ եւ այսօր չեն աշխատացնում, հետնել բարձր գներ են սահմանել եւ այլ տնտեսվարողներ, որոնք տնտեսական ակտիվություն են ուզում ցուցաբերեն տվյալ տարածքում, իրենց տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ նախընտրում են նոր գործարան կառուցել, քան թե 5 գործարանը վերագործարկել։ Սա մեկ։ Երկրորդ գործիքա 1400 անգամ ավելի մեծ արդյունք է տվել, որտեղ դա մի մեծ համակարգի մեջ 1-2 մասնաշենքեր, մի մասնաշենքը ձեռք բերվեց, 5 անգամ ավելի էժան քան շուկայական գինն էր, որտեղ այդ մարդուն գումար էր պետք տաներ, բանկերը փակեր, այդ սեփականատիրոջը, 1400 անգամ ավել այդ կառույցը շրջանառություն ա տվել ու հարկեր ա տվել պետությանը։ Իմ ասածը դրա մասին է։ Հիմա սա կարանք որպես օրինակ ես հասցեն էլ ասեմ, նկարներն էլ ցույց տամ, գործնեության ոլորտն էլ ասեմ ու քանի աշխատատեղաստեղծել դա։ Եթե ուզում եք ես կարամ մի ժամ հետո ասեմ ձեզ ուղարկել, որ դրանից հետո այդ ճանապարհով գնանք առաջ։ Այստենց չի լինի։ Անշուշտ բոլոր ճանապարհներն էլ պետք է լինեն։ Ինձ թվում է, որպեսզի նաև դրանով մրցակցային միջավայր ստեղծենք, որովհետև այս գործիքը ինքը ստիպում է այո, այդ սեփականատերերի նաև ըստ էության որոշակի մրցունակ եւ շուկայականին մոտ գներ առաջարկել եւ դա կարծում եմ իրանք կարեւոր են։ Մենք մեզ համար ինչ կարեւոր, այսպես ասած, ծրագրեր կան, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Առաջին հաջորդիվ կապիտալի շուկայի զարգացումն է մեզ համար կարեւոր եւ դրա համար թողարկման եւ արկանշավորման ծրագիր ենք իրականացրել եւ եթե նախկինում իրական տնտեսության մեջ տնտեսության իրական հատվածում գրեթե շատ քիչ ընկերություններ կային, որոնք որ երբևէ թողարկում էին արել կամ վարկանշավորում էին ձեռք բերել, ապա պետք է նշեմ միայն այս ծրագրով արդեն վերջին 6-7 ամսում վերջին 1 տարում համախառն իրար հետ 3 ընկերություն արդեն իսկ գնացել է թողարկման եւ շարունակելու եւ մի քանի ընկերությունների հետ հիմա ակտիվ բանակցում ենք։ Այսօր նույնպես կարեւոր է, որպեսզի այն ավանդական ֆինանսավորման գործիքներից դուրս գանք եւ
այլ ֆինանսավորման գործիքներ գտնել մեր կազմակերպությունները։ Տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը նույնպես կարևոր ծրագիր է եւ այն ընկերությունները, որոնք որ որոշակի մասնավորապես 1 միլիարդ դրամ առնվազն ներդրումներ են իրականացնում եւ այդ ներդրումների արդյունքում ստեղծվելու են նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ, որոնց արդյունքում ուրեմն տնտեսապես բարդ ապրանքներ են արտահանվելու, ապա մենք այդ ընկերություններին տալիս ենք ուրեմն փոխհատուցումներ տարբեր փուլերով